Այս ամառ Ուկրաինայում հնարավոր է չեղյալ հայտարարվի ռազմական դրությունն ու նախագահական ընտրություններ տեղի ունենան, գրում է The Economist-ը հղում անելով աղբյուրներին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անպայման վերցնելու է Գրենլանդիան։ Թրամփը նշել է, որ կա բարձր հավանականություն, որ իրենք կարող են դա անել առանց ռազմական ուժի, սակայն այդ տարբերակը նույնպես չի բացառել։ Կարմիր խաչը հայտարարել է, որ 7.7 մագնիտուդ ուժգնությամբ մահացու երկրաշարժից հետո Մյանմային հումանիտար ճգնաժամ է սպառնում։ Այնինչ տեսնում ենք այստեղ Մյանմայում ավերածությունների մակարդակ է, ինչպիսին Ասիայում չի եղել մեկ դարից ավելի։ X-ի գրառմամբ ասել է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան։ Մյանմայի հարևան երկրները օգնությամբ բեռնված ռազմանավեր եւ ինքնաթիռներ, ինչպես նաեւ փրկարար անձնակազմեր են ուղարկել երկիր։ Երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 1600 մարդ, վիրավորվել 3400-ը։ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության նախնական գնահատմամբ Մյանմայում զոհերի թիվը կարող է գերազանցել 10,000-ը։ Համասը համաձայնել է ազատ արձակել 5 իսրայելցի պատանդի 50-օրյա հրադադարի դիմաց։ Սա տեղի է ունեցել Եգիպտոսից եւ Կատարից 2 օր առաջ ստացած առաջարկից հետո։ Ռուս զինվորականներն ամբողջությամբ ազատագրել են Դոնեցկի ժողովրդական հանրապետության Զապորոժիե բնակավայրը, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Հաջող հարձակողական գործողությունների արդյունքում ցենտր խմբի ստորաբաժանումներն ավարտել են Դոնեցկի ժողովրդական հանրապետության Զապորոժիե բնակավայրի ազատագրումը, ասվում է Ռուսաստանի Դաշնության ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։ Թուրքիայում նախագահին վիրավորելու մեղադրանքով շվեդ լրագրող է ձերբակալվել։ Ստամբուլի քաղաքապետի բանտարկության դեմ բողոքի ակցիաները լուսաբանող Յոակիմ Մեդինը ձերբակալվել է զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու եւ նախագահին վիրավորելու մեղադրանքով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված պատասխաննամակում Իրանի իշխանությունները հրաժարվել են Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցություններից, սակայն նշել են, որ դեռ կա միջնորդների միջոցով երկխոսությունը շարունակելու հնարավորություն, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Նամակում ընդգծվում է, որ Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից, սակայն չկատարված խոստումները խնդիր են առաջացրել եւ դրանք պետք է լուծվեն երկրների միջև վստահությունը վերականգնելու համար։